Արմավիրի մարզում Դաշտ գյուղի սկզբնամասում մահվան ելքով վթար է տեղի ունեցել։ Բախվել են Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel-ը բռնկվել է։ Մեքենայում հայտնաբերվել է վարորդի դին։ Toyota-ի վարորդն ու երկու ուղևոր հոսպիտալացվել են։ Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված հաջորդ տարի կդիտարկվեն կառուցապատողներին վերաբերող հնարավոր տարատեսակ արտոնությունները, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա, շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման հնարավոր վճարների տուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման համատեքստում։ Չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ոչ պատշաճ կահավորումը Ավինյանի խոսքով ֆինանսապես էականորեն ազդելու են կառուցապատողների վրա։ Թբիլիսիում 2 օր է բողոքի ցույցեր են, ընդդիմադիրները փակել են կենտրոնական Ռուսթավեր պողոտան։ Բացի այդ, շաբաթ ցուցարարները փորձել են գրոհել նախագահական նստավայրը։ Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել քաղաքացիների հավաքների եւ ազատ արտահայտման իրավունքը։ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է, որ մեծ քանակությամբ հրազեն ռազմամթերք եւ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել, որոնք նախատեսվում էր օգտագործել հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի գրավման փորձին զուգահեռ դիվերսիոն գործողությունների համար։ Չի հստակեցվում, թե ինչ դիվերսիոն գործողություններ են ծրագրվել։ Ձերբակալվածներ կան։ Միաժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունը տապալելու փորձը ձախողվել է։ Նա հիշեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցությունը եւ մի շարք այլ ընդդիմադիր ուժեր արգելելու իշխող կուսակցության ծրագրերի մասին։ Ռուսական կողմը հոկտեմբերի լույս 6-ի գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածել է ուկրաինական Խարկովին։ Մարզային վարչակազմի ղեկավար Օլեքսի Նեգուբովի տեղեկացմամբ 4 մարդ է վիրավորվել։ Նովոբավարսկի շրջանում հրդեհներ են բռնկվել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածք, բնակելի տներ, պահեստներ, ավտոտնակներ եւ մեքենաներ։ Հարվածներ են հասցվել նաեւ Օդեսայի մարզում գտնվող քաղաքացիական արդյունաբերական օբյեկտի տարածքին։ Զոհեր կամ վիրավորներ չկան։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ռուսական Կրասնոդարի ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում որակազրկվել 10 խաղով ռասիզմի համար։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Ախմատի հետ հանդիպմանը 85-րդ րոպեին Գրոզնիի թիմի կիսապաշտպան Իբրահիմ Նդոնգը հեռացվել է խաղադաշտից Սպերցյանի դեմքին հարվածելու համար։ Ըստ սինեգալցի ֆուտբոլիստի Կրասնոդարի ավագն իրեն ասել է՝ «Բերանդ փակիր սև կեղտ»։ Էդուարդ Սպերցյանը հերքել է մեղադրանքը։ «Ես անընդունելի եմ համարում իմ հասցեին չապացուցված մեղադրանքները։ Պատրաստ եմ ցանկացած միջոցով ապացուցել, որ ճիշտ եմ։ Տեսախցիկները նայեք, կարդացեք շրթունքների շարժումներով, պոլիգրաֆ խնդիր չկա։ Այն, ինչ հիմա կատարվում է, մի քիչ ծիծաղելի է, ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ», ասել է հայ ֆուտբոլիստը։ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 6-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ից 8 աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևանում հոկտեմբերի 6-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 25-ից 27, երեկոյան 20-ից 22 աստիճան տաքություն։